Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ, կխնդրեմ, որ դնեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որը շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ես այս շաբաթ մի քիչ пассив էի, չնայած դեն շատ էլ բան չկար ասելու, ես ընդհանրապես շոուներին դեմ եմ, էլի, ես այս ալիքում շոուներ չեմ անում, որոշների նման, որ ամեն օր դուրս գամ եթեր նույն թեմայով, հա, այլ բան ու գործ չունենք, ամեն օր ելնենք եթեր ու ականջահաճո, հա, այսպես կոչված հայտարարություններով Նիկոլը Արցախը տվեց, Նիկոլը սաղի գլուխը կերավ, Նիկոլը թվերը մեծացնելով 10,000 երեխու գլուխ կերավ եւ այլն, այսպիսի խոսակցություններ ամեն օր վարելով, հա, շատ ժամանակները որոշները ինչ որ ցույց տալով անգամ զոհված տղաների, շիրիմների նկարները ինչ որ չգիտեմ վիդեոներ են անում, աչոկներ են ուզում հավաքեն, մենք այդ ձևի շոուներով չենք զբաղվում։ Այս անբարոյականությունը մեր համար չի։ Այդ դրա համար էլ մենք ամեն օր եթեր դուրս չենք գալի եւ լոլոներ չենք կարդում եւ ականջահաճո ելույթներ չենք ունենում, հա։ Մեզի այդ ձևի բաներ պետք չի, մեզ պետք է Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ այդ անկախության ամրապնդումը եւ մեր ժողովրդի գիտակցության բարձրացումը, այս է մեր նպատակը։ Եվ ես իզուր չի որ խոսացի այդպիսի հայտարարություններից, որովհետեւ հիմա մենք կանդրադառնանք այդ հայտարարություններին եւ նորմալ մի հատ իրար հետ ընկալենք թե ինչա կատարվում, որովհետեւ այս հոգնանք էլի այս շոուներից արդեն։ Հիմա սկսենք փրկիչներից, որ իրանց մոտ երևի արդեն սովորություն ա դառը էլի, որ բան անեն դրսից մարտվերեն միջև այդ Ամստերդամին էին բերես այս ձեռը խփում էր սենց էսյանեյան, մի էլ չգիտեմ Իսրայելից գեներալ եք բերում, չգիտեմ հակաօթային պաշտպանության մասնագետ եք բերում, ես ինչեր եք անում, մի հատ ես թողում եմ սա մեր ժողովրդի ասում խղճին ու սրտին եւ գիտակցության ընկալմանը արդյոք ճիշտ է եվրեին բերել դնել մեր պետության մեջ, հա, ով պետք է զբաղվի հակաօթային պաշտպանությամբ, հասկանում եք, այսինքն ինչ լուրջ բան է դա հակաօթային պաշտպանությունը, որը որ գիտեք, ասենց ասեմ, Իսրայելում նենց X գեներալներ չեն լինում, հա, եթե գեներալը այս պահին ակտուալ չէ, նա մեկը լինում է կադրերի տակ, մեկը լինում է հատուկ ծառայության հսկողության տակ, նրա անձնական տվյալները միջև մի փակ են, որտեվ դրանք կարող են սպառնալիք լինել Իսրայելի անվտանգության հետ, ու մի խոսքով է սրանից ամեն ինչ բխող հարցերով մի հատ պատկերացրեք ինչի մասին է խոսքը։ Հիմա այդ որ իրանք այդ թեման դնենք այս կողմ, բայց շարունակենք ոնց որ ասում եմ այդ թեմայի հետ կապված հարցերը, այդ որ իրանք բերում են դրսից մասնագետ հակաօթային, հա, ինչ է սա նշանակում, սա նշանակում այն ինչը որ ես արդեն 2 տարի կամ 3 տարի է ձեզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունեն բարձր պատրաստված գեներալներ, գոյություն ունեն ինչ-որ մարդիկ, sense կալոր փորերով, sense մեծ վզերով, ովքեր որ չգիտես ինչ պայմաններով դարել են գեներալ եւ անգրագետ գիտելիքներով, ռազմական գիտելիքների մասին է խոսքը, ոչ թե մաթեմատիկա, մեկին որ ասում ես անգրագետ, գիտի թե ամեն ինչում այն անգրագետ։ Խոսքը երբ որ մեկին մեղադրում ես անգրագիտության մեջ տվյալ հարցի վերաբերյալ, նշանակում է հենց տվյալ հարցում է մարդը անգրագետ, հա, բայց կարող է, չգիտեմ, թույն շախմատ խաղցող լինի։ Պետք է ամեն ինչ ծամես դնես անգրագետների խոսքը իրանց մասին է որ գալի էշ գրում են էլի, դրանց բերանները էլի, որ գցենք նորմալ մի հատ հասկանան։ Ուրեմն նայեք, այդ անգրագիտության պատճառով, ռազմական անգրագիտության պատճառով մենք կրեցինք բարձր որ ասում է կորուստ, հա, կորցրեցինք ամենաթանկերը մեզ համար, մեր հայրենիքի մի մեծ կտոր եւ իհարկե մեր եղբայրներին հավերժ կորցրեցինք, հասկանում եք։ Ու այս ամենի մեղավորը չի կարող լինի երկրի ղեկավարը, որը եղել է դարձել է երկրի ղեկավար 18 թվին, որտեվ այդ գեներալներին, արա ինքը չի նշանակե, այ անգրագետներ, այ շոումեններ, այ հակապետական գործիչներ եք, չգիտեմ ինչ, վերլուծաբաններ եք, եսիմ ինչ եք, ինքը չի կարա ըլնի, չի կարա բանը երկրի վարչապետը զանգի ասի, գիտես ինչ կա, գեներալներին, համի այս սրանք թողում եք, էթում եք, բան, հասկանում եք, այդ պատերազմի ժամանակ շտաբի պետը եւ իր այդ գեներալներով իրանք են վարում պատերազմը, Նիկոլը չի վարում պատերազմ, արա, ինչքան էլ լինի երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, հասկացաք, Նիկոլը չի կարա վարի պատերազմ, այսինքն ձև չունես դու հանձնես, եթե ունենաս լավ մասնագետներ, լավ զինվորականներ, հայրենասեր զինվորականներ, բայց քանի որ զինվորականների բարձր
զինվորականների մասին է խոսքը, ոչ թե մեր զինվոր հալալ են մաքուր տղեկի մասին է խոսքը, բայց քանի որ զինվորականների մի խոսքով բգեր մեծամասնությունը եղել են անգրագետ Սերժի եւ Ռոբերտ Քոչարյանի նշանակած այսպես կոչված գեներալները, էս էլ ձեր արդյունքն է։ Ես միշտ ասել եմ, որ Ադրբեջանին կարելի էր մաշացնել, որտեվ այո, իրան օգնում էին թե ռուսները, սիպտակ թրքերը, թե սև թրքերը, թե կապույտ թրքերը, ինչքան թուրք կար օգնում էր իրան։ Այդ դրան էլ գումարած մեր սահմանները փակել էին, զենք չէր մտնում բան, բայց մենք միջև այդ պետքա պատրաստված լինեինք Ադրբեջանին մաշացնելու։ Հիմիկվա պատերազմները ցույց են տալի, թե ոնց են ավելի թույլերը ավելի ուժեղներին մաշացնում, հա։ Անկամ կարելի էր մենք պետք է ունենայինք արդեն ժամանակին, մենք պետք է հազարավոր, 100 հազարավորներով, անգամ միլիոնով դրոն պետք է ունենայինք, թող անգամ այդ միլիոնի ես ասել եմ, չէ, 80%-ը պուստիշկալներ, ինքան որ թռներ։ Այդ հակաօթային պաշտպանություն ինքը չգիտի որն է իրականը, որն է պուստիշկին։ Մեկը պետք է խփեր, մաշացնեիք, արա 10 դրամով մաշացնեիք։ Դրեիք 3000 դրամանոց տրոններ հավաքեիք, հա, պատրաստվեիք դրան, որ դուք այն թանկանոց ռակետներով որ պետքա խփեին, ինչը որ Պարսիկն է անում հիմա, ճիշտ է, դժվար իրան միջև վերջը հաջողվի, բայց մեր դեպքում կարող ենք հաջողացնել։ Այնքան ղրգեինք այդ 3000 դրամանոց մոտորով դրոնները թեկուս պուստիշկիկ այնքան խափեին միջև մաշվեին։ Ես այնքան որ sense մի բան եմ ասում, մի բան, այնքան որ մի բան։ Ինչքան կարելի է սա այս միտքը բան զարգացնել, հասկանում ես, ավելի պրոֆեսիոնալ սարքել։ Այն որ լույսերով դրոնները բան են, որ ասում եք, ես իրանք ոչի բանի պետք չեն։ Արա, այդ դրանից մի քիչ մեծերը կան, մի քիչ բաները կան, թո պուստիշկալն են, թո բանի պետք չլեն։ Այդ դզոցը որ եկավ այդ վերևը, այդ զինվորներին, այդ թուրք զինվորներին գշերով, հա, խուճապի է մատնելու, հա, ուշադրություն է եղել։ Իրանք արդեն չեն իմանալու, էս էր պուստիշկեն, թե էս իրականներ։ Արդեն սա խառնված մի խոսքով այնքան մաշացնելու ձևեր կա։ Բայց մեր գեներալները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նշանակածն էին, մեկը տանում էր իր արջերին էր ուտցնում, իր բանը էջմիածինը սարքել էր իր վիլեն, փագել էր շլանկ բաուն էր դրեսարան նրան էր տապել տալի, նրա տներն էր ձեռից խլում, զինվորներին դրել էին իրանց կարտոլ հավքողներն ու տուն շինողները, չգիտեմ, 3 զինվոր, 1 տրակտոր, բան, այս վիճակն է եղել, այսինքն հիմի Հայաստանում, հա, գոյություն չունի ոչ մի մասնակետ փրկիչներն է։ Դու պատկերացնում եք իրանց ֆինանսական հնարավորություններով սենց ընկնես սա Հայաստանը մանգաս, չգտնես ոչի բան, այդած դրսից մտով մասնակետ բերես, հա, ու որ Հայաստանը փրկես, բայց որ իրանց ընկերներ այս փուճիկ գեներալների նշանակում այդ վաղ չէին գալի փրկեին, հակառակ եկան միլիոններով տվին, որ իրանց Ռոբերտ Քոչարյանին դատարանից, հա, տանեն տուն։ Էսի այնքան որ ասեմ, որ դուք իմանաք, սա էլ ասեմ այն հատուկ շոումեններին, որ բանը Նիկոլը տվեց։ Արա, տվողները զինվորականներն են, Նիկոլը չի տվողը։ Տվողները զինվորականներն են։ Այն գեներալը, այն շտաբի պետը, որ պարտվել է, որ պետք է իրան դնի գլուխը ցրի, հա, իր բաներով դղյակալներով հետ միասին ինչ արեց, հելավ ասում է բանը, հելավ սկսավ երկրի ղեկավարությունը քննադատել։ Այ քեզ ստեղ են ասում կներեք 1000 ներողություն էլի, բայց այ քեզ բեի տղա։ Այ քեզ բեի տղա։ Պարտված շտաբի պետը որ պետք է իրան կախեր, հել է ասում էր, չգիտեմ ինչեր էր ասում, սա բանը ղեկավարությունն է մեղավոր բան։ Այո, ղեկավարությունը ունի իր մեղքը։ Այո, ունի, շատ բաներում ունի, բայց ռազմի դաշտում արդեն պարտվել ես դու, այ բեի տղա, դու ով ես։ Դու քեզ պետք է խփես, ոչ թե ելնես ասես, էսա մեղավոր, այնա մեղավոր։ Դու գիտեք ինչի համար եք։ Դուք միայն այդ բարձրաստիճան զինվորականը, вообще զինվորականները գիտեք ինչի։ Դուք միայն նրա համար չեք, որ ընդեն նստեք, սպասեք, թե ով ինչ է անում։ Դուք կամ հանկարծ մեկի մտքով միամիտ կանցնի հարցակվել մեր հայրենիքի վրա, հա, ասենց միամիտ այս թվերը չի է, որ բանը, չգիտեմ, մի հատ բան էր անցնում, մի հատ ցեղ էր անցնում, հա, իր ձիերով սենց, մեկ էլ կողոտեսավ գեղկա, ասեց հլը մտնենք, թալնենք, դուք էլ ընդել լինեք, որ պաշտպանեք, հա։ Այդև չի, արա, այս որ թիվն ենք ապրում։ Հիմի դուք հենց նրա համար եք, որ իշխանության սխալները, որ հանգարց սխալվեն, որ այդ սխալների պատճառով գա պատերազմի, դուք պատրաստ լինեք դիմակայելու, արա։ Դուք միայն չգիտեմ ինչով եք մտածում, դուք չեք մտածում իրականության մասին։
Դուք միայն երկրի պաշտպանությունը չեք, դուք հենց երկրի իշխանության թևու թիկունքն եք, որ դուխով է թան խոսան։ Եթե դուք գոյություն չունեք, էսի ինչով պետք է դուխով խոսարա։ Կարող է գիտես քո համար բանա քուչի բանա ինք ասա ես մենակը կանգնեմ դուք քանիսով ուզում եք եկեք արա էսի երկիր արա այսինքն ձեր թուլության պատճառով է որ երկրի ղեկավարությունը չի կարող խոսա այ ձեր թուլության պատճառով է եւ ձեր մեղավորությունն է որ մենք այս աշճանին ենք ասել խոսքը զինվորականների այդ ցածր մակարդակների մասին է համի չգիտեմ փոփոխություն լինում է չի լինում չնայած տեսա որ ընդ դիրքեր են լավ սարքե բան դե մի ես չգիտեմ ինչքան ամբողջական մենք չենք ու լավ է լավ որ չգիտեմ որտեվ եթե ամեն ինչ իմանանք կլինի այն պատմությունը ինչը որ եղավ մեր գլխին էլի վախտին կային չէ այն արշակ մարշակ եթե մեն դիրքեր էին նկարում բան զինվորների մայկա բան չգիտեմ բան մթոմ հավքում բայց տանը իրաց տաներն էին լցում բեի տղեկը գամի կամ ռեստորան բաներ էին դնում մի խոսքով պետք է չիմանանք համի եւ որ գնահատական տանք հա մենք պետք է իմանանք ինչա կատարվում բայց որ չգիտենք էլի եմ ասում որ չհակասի նոր ինչ էի ասում հա բայց որ չգիտենք լավ է որ չգիտենք մի խոսքով Էսի որ պատկերացրեք ով Արցախը հանձնեց բան Արցախի գլխավոր հանձնող եղել են Արցախի ղեկավարները Հայաստանի ղեկավարների հետ միասին ուրեմն ես ուզում եք ձեզի հեսա բոլորի տաչոտը տամ որ Արցախի ղեկավարությունը եղել է դավաճան ամենաառաջի վարքյանից ախպեր ջան ամենաառաջի վարքյանից դուք նայեք այս 27-28 տարիների ընթացքում որ եղել է Արցախը մեր հսկողության տակ, հա, այսպես եկեք նշենք, այսինքն դե մեր պապերի հողներ երկար ժամանակ գտնվել է Ադրբեջանի SSR, հա, այսպես կոչված սոցիալիստական հանրապետության կազմում, հա, սենց ա եղել։ Մենք ազատագրել ենք, բայց պաշտոնական ոչ մի երկիր չի ճանաչել, ես խիմս ես մանրանը, որովհետև դեբիլներ կլինեն, էլի, իսա ասում խիսոսը մեր հսկողության տակ բան նենց, հա, մտում դուք նենց ավելի շատ եք Հայաստանը սիրում, էլի, բեի տղեկը։ Մի խոսքով եղել է, մենք էլ ազատագրել ենք, հա, այդ հողը, բայց ոչ մի երկիր չի ճանաչել որպես Հայաստանի մաս կամ որպես անկախ պետություն, ոնց ուզում եք տենց ձևակերպեք, այսինքն օֆիցիալ կերպով եղել է տարածք, որը որ վերահսկել են հայերը, հա, վիճելի տարածք։ Համի մենք գիտենք իհարկե որ դա մեր պատմական հողերն է, բայց աշխարհի աշկերում տենց է եղել։ Իդեմ մի հատ կարճ մի բան ասեմ անցնեմ առաջ էլի որ հանգար չմոռանամ էլի անկախության մասին որ խոսացինք ուրեմն հատուկ այն մարդկանց համար եւ այն կապ չունի Հայաստանի ծլնի Արցախի ծլնի ու ուզում ալնի այն մարդիկ ովքեր որ մնացին այդ անկախության չգիտեմ ջատագողների չգիտեմ կամ այդ շոուի տակ ես ուզում եմ հիշեցնեմ որ Արցախի ազատագրումը եղել է այդ միացում հա այ եզեր դուք ինչ անկախությունը հորինվել է որ աշխարհի աշկերին թոս փչվի որ հանգար չասեն Հայաստանը ագրեսոր է դրանից հետո մենք մեր մեջ միայն պետք է մտածենք թե ոնց անենք որ Արցախը լինի Հայաստանի կազմում որպես մարզ այն որ այն վիտո այն հակահայ թուրքերը ռասամեդ ռուսիկ լվացող ամբարոյականի ծնունդները որ միջև վերջ չգիտեմ ինչ որ բանի տակ էին մնացել մենք Արցախը միանա արա դուք ով եք որ դեմը լնեք արա դուք ես եք արա այդ թուրքեր Արցախը երբեք չի կարող լինել անկախ, ոչ հիմա, ոչ վաղը, ոչ էլ մույսօրը, Արցախը հենց ասուկամքով վերադարձավ եւ հայ զինվորը վերադարձրեց հայոց տուն, Արցախը չի լինելու անկախ, Արցախը լինելու է Հայաստանի կազմում որպես մարզ, էսի անցնենք առաջ։ Հիմա այն թեման ինչով որ կիսատ մնաց, ինչու են այս դավաճանները հանձնեցին Արցախը, երկրի եւ հողի տերը դա առաջի հերթին ժողովուրդն է։ Եթե հողի վրա կա բնակիչ, դա է տերը։ Եթե հողի վրա չկա բնակիչ, կապ չունի ումն է եղել հողը։ Հա, նոր եկողինն է այդ հողը։ Սենց է կանոնը միշտ եղել ու միշտ էլ տենց է լինելու։ Իսկ մենք երբ որ ազատագրեցինք Արցախը, Արցախի ազատագրությունից հետո նայեք ինչքանով է աճել բնակչությունը կամ ինչքանով էլ պակասել։ Եթե նայեք այս ձևի սես նշանով, սես միայն պակասել է բնակչությունը։ Ինչու? Որտեվ ղեկին եղել են թուրքեր կամ ռուսիկ լվացողներ կամ անկուշտ ամբարոյականի տղեկ, որոշները որ միջև հմի գտնվում են Բարթի Բաքվի падվալներում, դրա համար ասում եմ, իմ սիրտը սրանց համար չի ցավում, սրանք կերան մեր տղեկի գլուխը։ Ովքեր որ երկիրը թալանեցին, այն մարդիկ ովքեր որ եկան եւ սրտի կարոտից մարդիկ կան ծառավեն, գիտեք, ովքեր որ շուտ գնացել են իրանց ծննդավայրից, հա, անգամ միջև պատերազմը գնացել են
Արցախից գնացել էին, ուրիշ տեղ էին իրանց բախտը փորձե, աշխարհի վրա ստացվել էր կյանքը գումար էին աշխատել, գալիս էին որ ներդրում անեն Հայաստանում կամ Արցախում, եկեք կենտրոնանանք Արցախի վրա, Արցախում ինչ էր դուզ գալի, որ այս սրանց թալանչի պահվածքից այդ մարդիկ կամ այսպես կոչված հիասթափվում թողում գնում էին, որտեվ փող էին ուզում, նալոգներ էին ուզում դնեին վզին, արաքյալ ենք, բռնեիք, կալպենք, խափենք, կալպենք, բան, այս գիտեք ինչքան դեպքեր գիտեմ։ Ինչքան դեպքեր գիտեմ, ինչքան մարդ եմ անձամփել ճանաչում, որ այս սրանց դարդից կամ հիասթափվե գնացել են, այսինքն այդ ներդրումները չեն արել, այդ ներդրումների հետևանքով աշխատանքային վայրերը չեն բացվե, կամ էլ եթե այսքան բան էին պլանավոր է բացեին, հա, տվյալ պահում Արցախում, հա, վերջում այսքանն են անում, որ այն էլ սրտի կարոտից, այն որ ասում սրտի ծառավից, հա, այդքանն են անում, այն մնացածը, sense այն որ ասում գումարը կողմեն սրանց բգերը, որ բերանները փագեն, այնքան որ հանգիստ թողեն այն մի հատիկ պստիկ բանը անե սիրտդ հովանա։ Էս է եղել մեր պատմությունը, էս է մեր դժբախտությունը, էս են Արցախի հանձնող անբարոյականները, ոչ թե Նիկոլը հանձնեց։ Սա դի մերը այ իրականությունը չտեսնողը, իրականությունը չգնահատողը եւ իրականության հետ հաշվի չնստողը իրավունք չունի պետականություն ունենա։ Այ սրանց ուշք ու միտքը էտա որ անենց անի, որ հայ ազգը վեշնի շեղի ուշադրությունը, որ իրականությունը չիմանա ոնց ա եղել, հա, ոնց ենք մենք կորցրել, ում էլ իհարկե բոլոր ինչ էս հաջողացնի, բայց կամած ասում մի սուտը 1000 անգամ ասա կդառնա ճիշտ, հա, մի սրանցն է, մի սուտը 1000 անգամ ասա, դու դառնա ճիշտ։ Ինքան անենք, որ մտածեն, որ մի հոգին եկավ, ասեց Արցախը ձերն է, ես գնացի, եկեք մի հատ ստից պատերազմ սարքենք։ Այդ ստից կկռվենք, զոհեր կտանք, զատնի կդնենք, կվեկալեք ախպեր։ Այդ ջոմը սրանց ասածը էսա։ Ոչ մեկ չի ասում, բա ուր են մեր գեներալները, ուր է մեր բանակը այդպեսի հրամաններ չի կարող կատարել։ Եթե բանակը այդպեսի հրամանա կատարել, եթե այդպեսի հրաման, այ մի հատ եկեք պատկերացնենք, եթե Նիկոլը կարծել է, բանակին այդպեսի հրաման տա, հա, դուք պատկերացնում եք, բանակը պետք է ֆռար, Նիկոլին գնդակահար էր։ Եթե չի ֆրացե չի գնդակահար է, հա, ուրեմն կամ այս գործի մեջ կաս, կամ այս գործ ընդհանրապես գոյություն չունի, այդպեսի հրաման չի եղել, այդ դուք եք կրվել, գեներալների մասին ա խոսքը, այսինքն իրանք են կրվել, գլխավոր պատասխանատուն գեներալներն են ռազմի դաշտում, արա։ Արա դուք եք կրվել, դրա էս է իրավիճակը։ Էս է իրավիճակը։ Սրանք անգրագետների, այսինքն հենց այդ ատրագի այն վաղտ ովքեր էին բանում Արցախում, Բակոսակյան, Արկադի, Եսիմինչ, ովշեմ, ինչքան, հա, այդ դրանց նույն ընկերները Հայաստանում նստած էին Հայաստան եղեկին, հա, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, այդ նույն Շայկով, Մայկով, Էսյան, Էյան, էլ բան Լևոնին չեմ ասնում։ Ամի այս նույն գեներալները աստեղ, նույն գեներալները ընդեղ, այսինքն իրանց նույն թայֆի, իրանց ընկերներով ոնց որ Արցախի մաման լացացրին, ժողովրդի քանակը սարքին մի ստադիոն մարդ, սա ներդրողներին լարեցին երկրից, ներդրողները թողին գնացին, հայրենասերները թողին գնացին, հայ իսկական մարդկանց մեջքից խփեցին, ինչքան մարդ գժվավ թողես գնաց, այդ նույն բանը Հայաստանում էին անում, դատարկում էին։ Հասկանում եք, այդ դատարկ հողը անտեր չի մնալու, տալու եք Թուրքին, Արցախը դատարկես սարքերեիք մի ստադիոն մարդ, դրա համար էլ մնաց Թուրքին, մեղավոր եք մանգալի, գնացեք այդ գեներալներին, ակաժներից բռնեք, այ դրանք են մեղավոր։ Այսօր Սերժ Սարգսյանն է ֆռում Հայաստանում, արա այսօր Լեբանը Ռոբերտ Քոչարյանն է ուզում դառնա վարչապետ, արա դալիճում նստում ծափ եք տալի, արա։ Դուք այ սրանից խոսացեք, հայ ազգ, սրանից խոսացեք։ Այսօր միանալու են հեսա վաղը մույսօր էս իշքան բանկա ուրեմն հիշում եք Գագիկ Ծառուկյան, ես այսքան վաղ Գագիկ Ծառուկյանին չեմ անդրադարձել ոչ մի հարցում, բայց այսօր հասել է նրան, որ այս մարդուն պետք է անդրադառնաս, չկա էլ բրծավ, հասկանում եք, մոռացել է ոնց էր Նիվեքը հավքես, այն Չարանով, որ ասում այդ թմենք Արցախ էսա կռվելու, այդ Նիվեքը տեսակ որ տենց էլ տեղ չասա, տեսակ որ սրանք շոումեն են, շոու կատարող մարդիկ են։ Համի էլի այն որ ասում էր անբարոյականի տղա լինի այն ով որ միանա, ով որ նորից վերադառնա քաղաքականություն, վերադարձավ քաղաքականություն։ Արա դու ամեն ինչ փողով չի, այն քո կողիններին կառնես, ինձ չես առնի։
Հասկացար, համի այդ որ առնում ես քո ասածները մոռացել ես, համի այսքանով պետք է միանակ ձենտակ էլի վերջում սից մթոմ են որ ասում են Գյումրի երկու բան, հա հասկացանք, այդ եք ուզում անեք, ուզում եք Հայաստանը էս էլ վարի տակ, քուանշիկ բանը Արցախը Հայաստանն էլ եք ուզում քուանշեք, էսա ձեր ուզածը ու ցավոք սրտի դե սա էլ մեր ժողովրդի այսինքն սրանք եթե դուս են գալի ուրեմն շանս ունեն, չէ, ինչ որ շանսեր ունեն։ Մի 5% էսի շանս ունի, մի 6% էնի շանս ունի, մի 10% էնի շանս ունի, այսինքն իշքան անգրագետ մարդ կա, դուք պատկերացնում եք մեր ժողովրդի քաղաքական անգրագետության աստիճանը։ Մերը ասելով էս ալիքի բացման օրից, ես որ ասում արդեն գիտեի մեր գլխին ինչա գալի, այն բացման օրից ես ասում եմ, արա ժողովուրդ ջան, հարգելիներս, զարգացրեք ձեր քաղաքական գիտակցությունը։ Զարգացրեք ձեր քաղաքական գիտակցությունը ամեն օր, ամեն վարքյան, ամեն տեղ, նայեք ում եք լսում, ինչա ձեզ ասում, ում եք ընտրում, ընկերոջ աղբոր, չգիտեմ, սրան նրա, սրանով ընտրության չեն եթում։ Եթում են ընտրության գիտակցաբար, իմանալով ում են ընտրում, որ գաղափարների համար են ընտրում, ով է իր ինքը, ով է իր շրջապատը, որն է իր կենսագրությունը, այդ ամեն ոչ թե իմ ընկերոջ ընկերն է։ Կամ որ ասում եմ ժողովուրդ գնացեք ընտրության, մի նստեք ձեր տունը, եթե դուք չեք եթում ընտրության, ձեր ձենը այդտեղ են օգտագործում, երբ որ դու չես օգտագործում քո ձենը դատարկ կա, չէ՞ մնում։ Հենա վեկալեն մեկի անվանտա կգցեն որ իրանցա ձեր տալի։ Որ ասում եմ գնացեք տեր կանգնեք, դուք ձեր ձայնին տեր կանգնեք, այս սրա համար եմ ասում, բայց դուք էլի նույն, այն որ ես չգիտեմ էլ ոնց ասեմ, հետո ես հիասթափվում եմ, գիտեք, ես որ ես պատմում, ասում եմ, պատմում, հետո տենում եմ թե այս հարցում եմ նայում, մեռ ասելով ջահելներին, չէ, մեր երիտասարդությանը, չէ, որ չեն զբաղվում քաղաքականությամբ, շատ վատ է, չեն զբաղվում մեր տան վաղվա օրվան։ Հարցում ես նայեմ, ոչ մեկ քաղաքականություն բանների մոտ, էլի ջահելների, երիտասարդների մոտ ոչ մեկ քաղաքականությամբ չի բանանում։ Ոչ մեկի պետք է չի։ Թե ինչու մարա, թե ոնց հա տենց լինում, թե չեն հասկանում, որ այն իրանց հակած շորերից բռնած, այն իրանց հերախոսները, ձեռները կամուրել որ եթում են այդ փողոցով որ քայլում են, ամեն ինչը քաղաքականության հետ կապ ունի։ Այն դե որտեղ որ նստելու է կոֆե խմի, այդ էլ քաղաքականության հետ կապ ունի։ Այն որ եթալու ես տուն, չգիտեմ, հաց ես առնելու տուն եթալուց, այդ էլ քաղաքականության հետ կապ ունի, որտեղ այդ ամեն ինչի գինը քաղաքականության հետ կապ ունի։ Թե երկրում հաց կլինի, հաց չի լինի, այդ էլ քաղաքականության հետ կապ ունի, թե դու երկիր կունենաս, թե չես ունենա, այդ էլ քաղաքականության հետ կապ ունի։ Այս համար ես չեմ հասկանում այս մարդկանց։ Այսինքն հասկանում եմ մի բան, որ Հայաստանում քաղաքական գիտակցությունը այնքան ցածր է, որ այս մարդկանց դեռ չի հասե, որ արա լուրջ մենք պետքա զբաղվենք, ոնց կարանք մենք անտարբեր լինենք։ Մենք գոնե մի քիչ, բայց պետք է զբաղվենք քաղաքականությամբ, մենք չենք կարող անտարբեր լինենք մեր ապագա, որտեղ դա քո ապագան է։ Դա քո ապագան է։ Քո կրթության հետ կապ ունի, դες բան չկա այդ երկրի վրա, հա, այդ հողի վրա, որ դու անես ու քաղաքականության հետ կապ չունենա։ Դες բան գոյություն չունի։ Էս էլ սենց ժողովուրդ ես շատ չեմ ուզում ծանրաբեռնեմ, բայց ես ուզում եմ որ դուք ընկալեք, որ դուք չնստեք արա սաղոր այդ սերիալներ եք նստում նայեք Նիկոլին շատ բաներում մեղադրեք։ Այն նրա մեջ որտեղ որ ինքն է մեղավոր, բայց այն վերլուծականը կամ այն քաղաքական գործիչը, որը որ չունի լավին լավ, վատին վատ, ուրեմն այդ տվյալ անձնավորությունը կամ շոումենա կամ գումարով աշխատող ինչ որ մի քարոզիչ ուրիշ տարբերակ ստե չի կարող լինել, հա։ Սրա մեջ ուրիշ բան չկա, ես ասել եմ Նիկոլին կարող եք քննադատել շատ հարցերում, բոլոր իր խոստումները չի կատարել այս մարդը։ Իշքան հանցագործ կա դուսնա, ոչ մեկին չպատժեց, հայ ժողովուրդը ինչի համար որ իրան բերեց չարեց, այ դրանց մեջ իշքան ուզում եք մեղադրեք, բայց մեղադրեր ամեն ինչի մեջ որ ինքը անգամ չկա, հա, եւ չտեսնել այն քիչ լավ բանը, բայց որ կա այդ լավ բանը արվածը, ասենք էլի չտեսնելը դա արդեն լակոտություն չի, սա արդեն կամ դու շոումեն ես, այսինքն այդ ձև բաներ ասեմ, լայքեր հավքեմ, միգուցե ինչ որ միկի կողմից էլ ովանավորվեմ, կամ դու հենց գլխից զակասով աշխատող ինչ որ մի բան ես, հա, նախորդ մի հատ էլ ասեմ էլի, ով հանգարց էս
վիդեոյի տակ կգա կգրի ինձի, չգիտեմ, զոմբի բան, Նիկոլա կամ բան, մամայիդ եւ ընդհանրապես քո դամավոյի տիրոջ մերնել հետը, հա, սաղիդ մերը, սենց, այդ դեբիլների համար էլի, սրանց պետք է ամեն անգամ հիշեցնես։ Էսի սենց, էլ ինչ կա ասելու, քաղաքական դաշտում, չեմ հիշում, ասեցի թե չասեցի, ուրեմն քաղաքական դաշտում, նավսակի կրկնեմ, եթե չեմ ասե, քաղաքական դաշտում կան քաղաքական չակերտների մեջ ասած գործիչները բնականաբար շատ պստիկ են, որ քաղաքական արդեն գործիչ չլինեն, այսպեսի վարկերից հետո մանավանդ, ովքեր որ շատ են նեղանում էլի, որ իրանց քննադատում ես, իրանց օրիորդի տեղ են դրե 18 տարեկան, այն որ արդեն 18 տարեկան ես եւ այդ օրիորդի պահնա, չգիտես արդեն ոնց խունջիկ կաս, որ օրիորդությունդ կորցնես, սրանց հետ է համի ժողովուրդ ջան, դա հենց մի քիչ քննադատում ես, մի նենց նեղանում բան, մեզի քննադատեցիր, էս էլ սենց էլի, եթե քաղաքականություն եք մտե, ուրեմն ձեզի քաղաքական գործիչի տեղ պահեք, թե չէ հելեք ու ս գրեք, էլի քաղաքականությունից, ինչ եք ձեզի օրիորդիկների տեղ դրե, այն օրիորդի ով արդեն մեծ, հա, ցանկությամբ ուզում է օրիորդությունը կորցնի, այն էլ ինչպես չգիտի ոնց կորցնի, ձեզի մի քիչ մարդավարի պահեք, արա դուք ես չեք, այդ էլ տենց ժողովուրդ ջան։ Մի խոսքով ձեզի բարի հանգստյան օր, ստերություն հաջողություն։